Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Խիստ կարևոր է հավատացյալներուն համար, որ ամեն օր Աստուծո խոսքը ընթերցեն, սերդեն, որբեսի թեմ տնեն Սատանայի բոլոր խապկանքներուն։ Օրեօր սիրելիներ, աշխարհը գճարանա եւ սուտ վարտաբեդություններ, սուտ ուսուցումներ մեջտեղ գուքան, որբեսի հավատացյալներու միտքերը բղդորեն։ Այս մասին Պողոս Արաքյալ իր Դիմոթեոս աշակերտին գրած նամակներու մեջ զգուշացուց եւ ասավ, օրինակ կգարտամ ցեզի Դիմոթեոսի առաջին Դիմոթեոսի նամակի 4-րդ գլխու առաջին երկու համարները գսե Արաքյալը Սուրբ Հոգին հայտնաբես կսե թե վերջին ժամանակներուն շատեր պիտի լքեն հավատքը ագանջ տալով մոլորեցուցիչ չար ոգիներու եւ թևերու ուսուցումներուն որոնք կկարոզվին գեղձավոր եւ սդապան մարդոց կողմէ որոնց խիղճը սատանային գնիկով խարանված է տեսեք սիրելներ աղանտավորներ, սուտ ուսուցումներ, սխալ գրոններ, տեսակ փիլիսոփայություններ, տեսակ մտայնություններ կկարոզվին այսօր եւ բոլորնալ խորքին մեջ թեմեն Քրիստոսի աստվածության։ Բոլորնալ ասկսյալ իսլամներեն, աղանտավորները, հետանոսները, բոլորնալ, որովհետեւ Քրիստոս ճշմարտությունն է, ինք հայտարարեց ես եմ ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը։ Հետեւաբար բոլորն ալ ճշմարտության թեմեն։ Եվ այս բոլորին յետին ով կգտնվի Սատանան։ Մոլորեցուցիչ այս չար աղանտները եւ ուսուցումները, իրենց սորեցած ուսուցումները, թևերու ուսուցումներ են, չար ոգիներու ուսուցումներ են գսե այստեղ Պողոս Արաքյան։ Նույնը Երկրորդ Դիմոթեոսի նամակի 4-րդ գլխու մեջ Պողոս Արաքյալ հետևյալը գսե։ Կգարտամ 3-րդ համար։ Որովհետև ժամանակ պիտի կա, երբ մարդիկ ագանջ պիտի չգախեն առողջ վարտաբեդության, այլ իրենց սեփական ցանկություններուն համապատասխանող եւ զիրենք հաջողացնող բաներու մասին խոսող ուսուցիչներ պիտի փնտրեն։ 4-րդ համար պիտի ճուզեն ճշմարտությունը լսել եւ առասպելներու ագանջ տալով պիտի գործվին։ Պիտի գործվին։ Եղբայրներ եւ քույրեր, եթե չեք ուզեր գործվել, ապա Աստուծո խոսքը սերդեցեք։ Ոչ թե աչքով միան հարևանցի գարտացեք, այլ սերդեցեք։ Հայրաքելական մեր Սուրբ Եկեղեցվո զավակներն եք, եթե ապա Եկեղեցվո Սուրբ հայրերու ուսուցումներուն հետևեցեք։ Սուրբ Քրոջ սերդողությանց մասնակցեցեք։ Միսեք ժամանակ չունինք։ Ունգընտրեցեք այսօր հսկա դեսա հոլովակներ կան հսկա տիվով մեր եկեղեցվո վարտաբետներու խոսքերը փոխանցող սերդեցեք ես անցնող շաբաթ սիրելներ ցեզի խոսեցա թե Քրիստոս ինչ կսե իր մասին ով է ինք որովհետև այսօր շատ աղանտավորներ շատ ուրիշ գրոններ, ինչպես ասի արդեն իսլամներ, հետանոսներ եւ այլն հрьяաներ, գսեն որ Քրիստոս Հիսուս ինք Քրիստոսը չէ, Հիսուս ինք փարոյախոս մնե, ինք լավ մարդ է, թերևս աստվածային ներշնչումով այո, բայց անիգա բացարձակ կերպով աստված չէ, Աստուծո որդի չէ, այլ առաքյալները, Հիսուսի աշակերտները իրենք փոխեցին Քրիստոսի ուսուցումը եւ Հիսուսը ներկայացուցին որպես Աստուծո որդի Աստված, սակայն Քրիստոս բացարձակ կերպով ինքզինք Աստված չի համարեր, չհամարեց ու չի համարեր եւ երբ որ Քրիստոս վերադառնա, պիտի ինք այլայլի, պիտի զարմանա որ այսպիսի սխալ վարտաբեդություններ հնարած են առաքյալների իր մասին եւ եկեղեցու հայրերը այդպես փոխանցած են այսօր մարդոց։ Հետևաբար մենք մեկ խոսքով քրիստոնյաներս, հավատացյալներս խապված ենք առաքյալներու ուսուցումներեն, որովհետև Քրիստոս երբեք ինքզինք Աստուծո որդի Աստված չհամարեց։ Բայց սիրելներ,
անցնող 5 շաբթի օր, ինչպես ամեն 5 շաբթի օր ցեզի աստվածապահություն կսորվեցնեմ, ճշմարիտ ուղղափառ տաբանություն կսորվեցնեմ, ընդեմ աղանտավորներու, ընդեմ սիրեներսու դուսուցումներու, տեսանք ունգընտրեցեք դարձյալ, թե ինչպես Հիսուս ինք բազում անգամներ հայտնեց, որ ինք Աստուծո որդին է, համահավասար Աստված է, որ աշխարհ եկած է Աստծո կամքը կատարելու, եւ տեսանք, որ հրյաները բազմաթիվ անգամներ փորձեցին քարգոծել Հիսուսը, սպանել Հիսուսը, եւ երբ Հիսուս հարցուց ինչու համար գուզե կսպանել, այսքան բարիք ընելուց համար, եւ ասին ոչ թե բարիք ընելու համար, ոչ թե հրաշքներ կատարելու համար, այլ որովհետեւ դու մարդ ես եւ ինքզինքդ Աստված, Աստուծո հավասար կնկատես։ Եվ Հիսուս երբեք չսա որ քավլիցի, ինչ կսեք, ես այդպիսի բան չսի, սրբաբղծություն է անիգա, դուք սխալ հասկացած եք ինձի։ Ընդհակառակը Հիսուս շեշտեց, որ ես եմ, ինքն է։ Օրինակ Հովանու Ավետարանի 8-րդ գլխի մեջ եւ որ գխոսի Հիսուս եւ զին կգոչեն թիվահար, կսեմ որ դու թիվահար ես, եւ Հիսուս ցույց կտա որ իրենց հոր Աբրահամի հավատքեն շատ հերացած են, վերջավորության գսե ծեր հայրը Աբրահամ ուզեց զիս տեսնել, ուզեց իմ ծնունդս տեսնել, դեսավ եւ ուրախացավ, եւ անոնքալ ցանկաց աշխարհ կալս տեսնել, դեսավ եւ ուրախացավ, անոնքալսին դու նույնիսկ 50 տարեկան չգաս, եւ Աբրահամը դեսերես, եւ Հիսուսը ասավ Հովանու Ավետարանի 8-րդ գլխի 58-րդ համարի մեջ, լավ գիտեք Աբրահամի ծնունդեն առաջ եմ ես։ Ինչպես կրնալ Աբրահամի ծնունդեն առաջ է Հիսուս։ Առաջ Աբրահամը եկած էր, վերջի Հիսուս չէ, հրյաներուն համար։ Բայց Հիսուս ցույց կտա իր նախակոյությունը, որ ինք Աստուծո որդի լալով նախահավիդյան ժամանակներեն առաջ կոյությունն էր եւ Աբրահամ դեսավ եւ ուրախացավ։ Եվ Հիսուսի այս խոսքի վրա կգարտանք 59-րդ համարի մեջ, ասոր վրա քարեր արին, որ քարգոծեն զինք։ Հիշեցեք, ինչպես բատմեցի անցնող շաբաթ, երբ որ քահանայապետը հարցուց Հիսուսին, որ դու ես գենթանի Աստուծո որդին, Հիսուս ասավ ես եմ Աստուծո անունն է։ Ես եմ որ են բադրեց իր վերարգուն, ասելու համար որ ալ ինչ պետք ունենք վգայի, ահա հայույց։ Սիրելներ, այս վերջին շրջանին հատկապես, քանի որ սատանան արդեն քրքրված է, վրտոված է եւ պիտի հայտնվի ներին միջոցով, հագաքրիստոսի միջոցով, հետևաբար շատացած են թիվերը աղանտավորներուն, Հիսուսի դեմ կործողներուն, Հիսուսի դեմ խոսողներուն, եւ ինչպես պիտի համոզեն մարդոց քրիստոնյաներուն, որ դուք սխալացեք, պիտի ասեն, որ Հիսուս այսպիսի վարտաբեդություն չստեղծեց, որ ինք Աստծո որդի Աստված է, այլ անոնք ստեղծվեցան ծեր առաքյալներուն, Հիսուսի առաքյալներուն կողմէ եւ ապա ծեր գրոնավորներուն կողմէ։ Ես այսօր սիրելներ ցեզի պիտի խոսիմ ավետարանները եւ առաքյալներու նամակները ինչ կսեն Հիսուսի մասին։ Ով է Հիսուս։ Աստուծո որդի Աստված, թե ոչ բարձաբես մարգարեմը կամ բարոյախոսմը, որովհետեւ այսօր մեր օրերում մեծակույն սխալ վարտաբեդությունները մեկը այն է որ գուսուցվի որ եւ լայն դարաձում կդածե թե Քրիստոս սոսկ մարդ էր եւ հետեւաբար նորեն կգրտնեմ առաքյալները իրենք է որ փոխեցին այս հասկացողությունը եւ Հիսուսի համար ասին որ Աստված է սակայն մեր ամբողջ սիրելներ վարտաբեդությունը հիմնված է Սուրբ ավետարաններուն վրա, Մատթեոսի, Մարգոսի, Ղուկասի եւ Հովանեսի ավետարաններուն վրա, ինչպես նաեւ Պողոս առաքյալի նամակներուն եւ մյուս առաքյալներու նամակներուն վրա։ Երբ օրինակ սիրելիներ գփանանք եւ գսկսինք գարտալ Սուրբ Գիրքը, Մատթեոս ավետարանիչ խոսելով փրկչին հրաշալի հղության մասին անոր գգաբե 5 դագարանի Եսայի մարգարեությունը Եսայի մարգարեն
5 դագարանի մեջ 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ ասած էր. ահա գույսը պիտի եղանա եւ որդի մը ծնի եւ զայն պիտի գոչեն Էմանուել, որ կնշանակե Աստված մեզի հետ։ Եվ նույնը Մատթեոս Ավետարանիչ առաջին գլխու 20-րդ համարի մեջ այդ կսե, որովհետեւ Արաքյալները սիրելներ մնայուն գերբով գշեշտեին ու գմեջբերեին 5 դագարանի մարգարեությունները, որոնք բոլորնալ Քրիստոսի մեսիային կալուստին եւ անոր աստվածության մասին է որ գագնարգեն։ Սուրբ Մարգոս Ավետարանիչը իր ավետարանը հետևյալ ցևով կսկսի. այսպես կսկսի Աստուծո որդին Հիսուս Քրիստոսի ավետարանը, Մարգոս առաջին գլուխ առաջին համար, եւ բատմելով Հիսուսի մգրդության մասին ցույց կտա թե մգրդության ժամանակ ինչպես Սուրբ Երրորդությունը հայտնվեցավ, որդին ճուրի մեջ կմգրդվեր, հանգարտ Սուրբ Հոգին աղավնի գերբարանքով իջավ որդին վրա անջեցավ եւ հայրը երկինքեն վգայեց եւ ասավ. ասիգա եմ սիրելի որդիս։ Հիսուսին ասավ. դու ես իմ սիրելի որդիս, որուն ես հաջեցա։ Գարտացեք եւ Մարգոսի ավետարանը, եւ Մատթեոսի ավետարանը, եւ Ղուկասի անշուշտ բոլորն ալ նույնը գբատմեն։ Իսկ Ղուկասի ավետարանիչ, երբ գխոսի նաեւ սիրելներ Հովանես մգրդիչի մասին, անոր հայրը Զաքարիա իր որդին համար մարգարեություն ունենալով առաջին գլխու 16 եւ 17 համարներու մեջ հետեւյալը գսե. անիգա Հովանեսը Իսրայելի ժողովուրդեն շատեր իրենց դեր Աստուծուն պիտի դարձնե։ Անիգա դիրոջ արչևեն պիտի քալե։ Ով է դերը։ Հիսուս Քրիստոս, Եղիայի հոգիով լեցված։ Ահա սիրելիներ, Զաքարիա քահանան, Հովանես մգրդիչի հայրը, Հիսուսը կգոչե դեր, դագավին Հիսուսը չծնած, եւ գսե դիրոջ արչևեն պիտի քալե իմ որդիս Հովանեսը Եղիայի հոգիով։ Իսկ Սուրբ Հովանու ավետարանը, Հովանեսի ավետարանը սիրելներ, առաջին գլուխը արդեն առաջին գլխու առաջին քանի համարներեն աստվածաբանական սկանչելի դեսություն կփոխանցե ճշմարտություն եւ գսե գուզեմ գարտալ ուղագի քանի համարները։ Գսե Հովանես Արաքյալ աշխարհի ստեղծագործությունեն առաջ գոյություն ուներ բանը։ Սկիզբն էր բանը եւ բանը Աստուծոքով էր եւ բանը Աստված էր։ Բանը Աստուծո հետ էր եւ բանը Աստված էր։ Անիգա սկիզբն Աստուծո հետ էր։ Անով էր որ Աստված ամեն ինչ ստեղծեց, առանց անոր ոչ մեկ բան ստեղծեց։ Գյանքը անով սկիզբ արավ եւ գյանքը մարդոց համար լույսն է որ խավարի մեջ կփայլի, բայց խավարը չգրծավ հասկանալ զայն։ Ահա սիրելներ հստակ կերպով գսե Հովանես Արաքյալ որ սկիզբն էր բանը, բան կնշանակե խոսք եւ խոսքով է Հիսուս։ Աստված ինչպես ստեղծեց դիեզերքը խոսքով, ուրեմն որու միջոցով Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև գսե այստեղ անիգա սկիզբն Աստուծո էր, անով էր որ Աստված ամեն ինչ ստեղծեց, առանց անոր ոչ մեկ բան ստեղծեց։ Ահա սիրելիներ, ավետարանիչները գբատմեն թե Հիսուս ով է ճշմարտության մեջ։ Եվ 14-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե եւ բանը, որը սկիզբն Աստուծո էր, որ Աստված էր, բանը խոսքը Հիսուսը մարմին եղավ եւ մեր միջև բնագեցավ եւ մենք դեսանք գսե Հովանես Արաքյալ անոր փառքը միածինին որ հորմեն եկավ շնորհքով եւ ճշմարտությամբ։ Իսկ 17-րդ համարի մեջ գսե որովհետեւ օրենքը Մովսեսի միջոցով դրվեցավ, մինչ շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ 18-րդ համարի մեջ տեսեք Արաքյալը ինչ կսե Հիսուսի համար։ Գսե ովևէ մեկը երբեք զաստված չդեսած։ Ովևէ մեկը։ Բացի միածինեն, որ Աստված է։ Եվ հորմեն անբաժան։ Տեսեք Հիսուս Քրիստոսի համար ավետարանիչը գսե ինք դեսած է հայրը, որովհետև ինք Աստված է եւ իր հորմեն անբաժան չի բաժնվիր։ Եվ որդին էր որ մեզի ջանցուց այն։
Մենք սիրելիներ հայրը գճանցնանք որդին միջոցով։ Հիշեցեք Հովանու ավետարանի 14-րդ գլխի մեջ, երբ որ Հիսուսը ասավ ես եմ ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը 14-րդ գլխի 6-րդ համարի մեջ, այդ ժամանակ Փիլիպոսը Հիսուսի աշակերտներեն ասավ դեր ցույց տուր մեզի հայրը եւ գփավե մեզի։ Միան հայրը մեզի ցույց տուր։ 8-րդ համարի մեջներ։ 9-րդ համարի մեջ տեսեք Հիսուս ինչ ասավ։ Այս կանադեն ցեզի edem եւ դագավին չջանցար զիս Փիլիպոս, ով որ զիս տեսավ, հայրը տեսած եղավ։ Այլ ինչպես սկսես ցույց տուր մեզի ինձ հայրը, մեզի հայրը։ Ուրեմն սիրելներ Հիսուս ինք Աստուծո որդի Աստված է եւ ոչ թե Հիսուս բարձաբես փարույախոս մնե, բարձաբես հրաշագործ մարդ էր, բարձաբես մարգարե էր, Աստուծո օգիով լեցված ոչ, այլ ինք Աստուծո որդի Աստված է, համահավասար։ Այսինքն ծեր միտքերը թող ծեր միտքերու մեջ թող թաչվի սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Հիշեցեք Հիսուս երբ որ հարցուց իր աշակերտներուն ինչ կսե մարդիկի մասիս Կարդացեք Մատթեոսի 16-րդ գլխի մեջ եւ առաքյալները ասին ոմանք կսեն որ դու Հովանես մգրտիչն ես հարություն արածես ոմանք կսեն որ Եղիա մարգարեն ես որ եկած ես ոմանք կսեն մարգարեն ես որ պիտի կայիր եւ այլն այս բոլորը լսել են վերջ ժողովրդին բերնի մեջներ որ մարդիկ Հիսուսի մասին կխոսեին Հիսուս հարցուց իսկ դուք ինչ կսեք իմ մասիս ով եմ ես եւ Մատթեոս 16-րդ գլխի 16-րդ համարի մեջ Պետրոս առաքյալը ասավ Թուն գենթանի Աստուծո ոչ Աստուծո ոչ թե մերած Աստվածներու ոչ թե գուրքերու այլ գենթանի Աստուծո ոչ Աստուծո այն Աստվածը որ Գաբրի այդ հայր Աստուծո որդին ես տուն միածին որդին ես եւ Հիսուս ասավ Երանի քեզի Պետրոս սագանասիգա ոչ թե մարմինը եւ արյունը քեզի հայտնեցին այսինքն ոչ թե դու մարդկային միտքով դու ըմբռնեցիր հասկացար այս այլ հայրս քեզի հայտնեց Աստուծո հոգին քեզ հայտնեց Աստուծո հոգի ունեցողները գիտեն որ ով է Հիսուս Աստուծո հոգի ունեցողները կհասկանան թե ինչ կսեն ավետարանիչները Հիսուսի մասին ավետարաններու մեջ իսկ ան որ Աստուծո հոգին չունի չի գտնար հասկանալ եւ չի գտնար գիտնալ որ ով է Հիսուս Քրիստոս Եվ Հովանես ավետարանիչ իր ավետարանը սիրելներ եւ որ գրեց վերջաբորության Տեսեք ինչ ասավ վերջին ուրեմն գլխուն մեջ կամ 20-րդ գլխու 31-րդ համարի մեջ այս կանը գրվեցավ որբեսի հավատակ թե Հիսուսն է Քրիստոսը Աստուծո որդին եւ իրեն հանդեպ ծեր ունեցած հավատքի միջոցով հավիտենական կյանք ունենաք Հիսուսն է Քրիստոսը Աստուծո որդին Սիրելի եղբայրներ եւ քույրեր ես այս կանով այսօր պիտի բավարարվեմ Եկող շաբաթ ցեզի պիտի խոսիմ Հիսուս արաքելական նամակներու մեջ որպես ինչ կներկայանա դարձյալ իբրև Աստուծո որդի Աստված անշուշտ կներկայանա բայց որպես գիտնակ որ արաքյալներն ալ իրենց նամակներու մեջ Հիսուսի մասին խոսեցան որպես Աստուծո որդի Աստված Մտիկ մինեք դուք աղանթավորներուն մի երթակ աղանթավորներուն Մտիկ մինեք սիրելներ անհավատներուն իսլամներուն հրյաներուն մտիկ մինեք այլ դուք կարդացեք 5 դագարանի մարգարեները դուք կարդացեք ավետարանները արաքյալներուն նամակները եւ պիտի տեսնեք որ Հիսուս Քրիստոս ուրիշ մեկը չէ եթե ոչ Աստված Դեր Փրկիչ եւ ով որ Հիսուս Քրիստոսի գավադա իր սրդի մեջ եւ իր բերնով գտավանի դեր եւ Աստված անիգա գփրկվի կսե Պողոս արաքյալ Թուք ինչ կսեք Հիսուսի մասին ով է Հիսուս Մարդիկ ինչ կուզեն թողոսեն աղանթավորներ ինչ կուզեն թողոսեն անոնք բոլորն ալ թևերու գողմե թրթված են Թուք ինչ կսեք ով է Քրիստոս Ցեզի համար ով է Քրիստոս Ինձ համար Հիսուս Քրիստոս Աստուծո որդին Աստվածն է Ինչպես որ հավատամքի մեջ կսենք հավատամք
եւ իմ Դեր Հիսուս Քրիստոս Որդին Աստուծո ձնյալն Աստուծո հորե միածին այսինքն հեյութենե հորը հեյութենեն է Աստված Աստուծո լույս իլուսո Աստված է Աստուծմե լույս է լույսեն Աստված ճշմարիտ Աստուծո ճշմարտ է ճշմարիտ Աստուծմե ճշմարիտ Աստված է ծնունդ եւ ոչ արարած ծնած հոր Աստուծմե բայց ոչ արարված ինչպես մենք մարդիկս Հետևաբար եղբայրներ եւ քույրեր սորվեցեք լավ քրիստոնեական հավատքը լավ սորվեցեք այսպես քաղճ քրիստոնյա մի ելակ այլ դակ քրիստոնյաներ եղեք հարևանցի մի գարտակ սուրբ գիրքը այլ լավ սորվեցեք լավ պատրաստվեցեք որբեսի թեմ տնեք սատանայի հնարքներուն աղանդավորներու չար ուսուցումներուն սխալ վարդապետությանց եւ ամուր գերբով անհողտող մնա ձեր միտքը ձեր հավատքը անսասան մնա ամուր գերբով թավանելով որ Հիսուս Քրիստոս ինք Աստուծո որդի Աստված է Հիսուս Քրիստոս մեր փրկիչն է մեր դերն է մեսիան է խոստացված մեր առաջնորդն է ջանաբարն է ճշմարտությունն է կյանքն է հարությունն է որդադունքն է թուրն է հովիվն է եւ հավիտենական կյանքն է երբ այս հավատքով սիրելներ մենք մնանք այդ ժամանակ ոչ ոք կրնա մեզ մեր հավատքեն խախտել կամ սասանեցնել հետևաբար ամուր մնանք մեր ուղղափառ տաբանության մեջ եւ Հիսուս Քրիստոսը տաբանինք որպես Դեր եւ Աստված Աստված ձեզ արադաբես տողորտն է բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին